6 օր է ինչ Հայաստանի տարբեր մարզերում բռնկված հրդեհները հրշեջներին չի հաջողվում մարել։ Աղետը հասել է Դիլիջան ազգային պարկի տարածք, այն այրվում է։ Հրդեհի բռնկման օջախները բազմաթիվ են Հայաստանի մարզերում։ Վտանգ կա, որ կրակը կարող է հասնել Սեմյոնովկա բնակավայրին։ Դիլիջանի քաղաքապետը հրդեհի վայրում է երեկ եղել ու ըստ նրա համացանցում ներկայացվող այն չափազանցված վիճակը չկա։ Հրդեհաշիջման աշխատանքները կատարվում են, տեղում են նկարահանված ջոկատները, էկոպարեկները, բազմաթիվ բնակիչներ, որոնք կամավորականներ են, աշխատանքները մեծ տեմպով շարունակվում է։ Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է խոտածածկի չորությունը, քամի է, ինչը նպաստում է հրդեհի տարածմանը։ Հրշեջ փրկարարներն օրեր շարունակ առանց դադարի շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները։ Հայաստանի ռազմաօդային ուժերը մի քանի ինքնաթիռներով եւս մասնակցում են կրակի մարման աշխատանքներին։ Ներքին գործերի փրկարար ծառայությունը հայտնել է, որ ժամը 10:30-ի դրությամբ Տավուշի մարզի Դիլիջան Կազաչի հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Մյուս հատվածում Նավուր բնակավայրի մոտակայքում Դիլիջանի բոլորաններին հարակից անտառում եւ Դիլիջանի Լեռնային Արմենիա հյուրանոցի մոտակայքում աշխատանքները շարունակվում են։